Մինչև կառավարության օրակարգի հարցերին անցնելը կառավարության ղեկավարը լրատվամիջոցների հրապարակումներին անդրադարձավ։ Ըստ մամուլի, գերատեսչությունների ղեկավարները եւ մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար։ Մտնում ենք նախընտրական փուլ։ Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները արչի ծառայություն են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում։ Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին։ Երևանում շարունակվում է Չինական դպրոցի կառուցումը։ Կառավարության որոշմամբ 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Կրթության եւ Գիտության նախարարությանը կառուցման գործում հայկական կողմի պարտավորությունները կատարելու համար։ Շուրջ 10.5 միլիոն դոլարի ներդրում է կատարվում դպրոցի շինարարության մեջ եւ այդ համաձայնագրի բովանդակությամբ մենք պարտավոր ենք նաեւ որոշակի արտոնություններ տրամադրել, հատկապես մաքսային ավելացված հարկի շահութարկի վերաբերյալ։ Վարչապետը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճները մարզային գույքը։ Մասսայական սպորտի վերաբերյալ պարոն Ռոստոմյան, հանձնարարականը գույքագրել ակտիվները տրված է շուտ։ Առ այսօր մենք որևէ ինֆորմացիա չենք ստացել ձեզանից։ Խնդիրը ինչու՞մն է։ Կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն։ Տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն։ Կառավարությունը նախատեսում է հանել մինչև 70 միլիոն դրամ գնումների դեպքում նախապատվությունը ԵԱՏՄ արտադրության ապրանքներին տալու դրույթը։ Պետական հիմնարկների հայտարարած մրցույթների ժամանակ հիմա հնարավոր կլինի գնել նաև եվրոպական արտադրության էժան եւ որակյալ ապրանք։ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներին եւս մենք խթանում ենք։ Դա նաեւ ներմուծում է խթանում։ Ճիշտ կլինի, որ մենք մեր քիչ միջոցները ուղղակի նպատակային օգտագործենք եւ տնտեսվարողներին ուղղակի օգնություն ցույց տանք այլ գործիքակազմի միջոցով։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է ակտիվացնի տնտեսական ուղղությունը դիվանագիտական կորպուսում։ Վարչապետը հանձնարարեց 1 շաբաթում հստակ առաջարկ ներկայացնել։ Հայաստանի դեսպանները սահմանելու են տնտեսական բնույթի աշխատանքների թիրախները եւ հայտանիշները։ Կառավարության ղեկավարը եւս մեկ դիտարկում արեց։ Համայնքներում գործարարությամբ զբաղվելու համար հավատարմագրային կառավարման ժամկետը չպետք է սահմանափակվի։ Մենք սահմանափակելով 5 տարվա հավատարմային կառավարման ժամկետը ոչ մի երկար մտածող ինվեստիցիա անող լավ կառավարիչի չեն կարող բերել։ Որտեղ որ կա բիզնես տրամաբանություն, պետք է մաքսիմալ բացել դաշտը, որպեսզի մասնավոր սեկտորը կա այլ կառավարիչ եւ մեր կառավարիչի հետ մրցի։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում եւ Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան Հայաստանի մուտքի վիզա ձեռք բերել սահմանային անցման կետերում։ Նպատակը դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելն է։ Տնտեսության զարգացման գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով կառավարությունը որոշեց մարտի 3-ը նշել որպես գործարարի օր։ Հիմնավորումը պատմական է։ Այս մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը։ Նայիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։